Կարծում եմ բոլորի կարծիքը կհայտնեմ, որ մենք շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք, մենք շատ լավ պատմություններ լսեցինք, մեզ շատ գոհացրեց իր գործունեությամբ, իր հալածով, դրածով, իր Ամերիկայի գործունեությամբ եւ այստեղի մեր սիրելի Ռուբեն Գասպարյանը։ Ես Ռուբենին վաղուց գիտեմ, կինոյի առաջ էր խաղում, բայց խաղում էր շատ տաղանդավոր, շատ անբռնազբոս, շատ անկաշկանդ, գիտեք, բնատուր ինչ-որ մեջը հատկություններ կային, դերասանական կրթություն էսյուրդ ներավար, բայց այսօրվա երեկոներ, ոնց որ ինքը իրեն պահեց, ոնց որ վարեց, գիտեք, դա մի շատ օրիգինալ, շատ պարզ տեսակի անձնավորություն մեզ ներկայացավ, որով ես անձամբ շատ հրապուրվեցի, ես ուրախ եմ Ռուբենին տեսնել այս մակարդակով, այս ձևով, այս գործունեությունը, որն այնտեղ ծավալել է, դա շատ ազգանվեր գործունեություն է, շատ։ Դուք իմացեք, ոչ մի հայկական մեծ արտիստ այդպիսի ալբոմ չունի, ինչ որ մեր սիրելի Ռուբենը կազմակերպել եւ հրատարակել է Ամերիկայում։ Ես նկատի ունեմ Ֆրունզե Մկրտչյանի ալբոմը։ Ես գիտեմ, ես հիմա խոսակցությունից զրույցից իմացա, որ նոր հեռանկարներ ունի, նոր ալբոմներ ունի։ Ես ուզում եմ Ռուբենին ցանկանամ, որ իր էներգիան, հոգեկան, ֆիզիկական, մարդկային, ազգասիրական չպակասի, այլ ավելի բազմանա եւ իր 60-ամյակին նորից մենք բախտ ունենանք Ռուբենին տեսնելու այստեղ։ Ռուբեն ջան, սիրելի Ռուբեն,